չի անում, իսկ մենք հենց փորձում ենք, ջանք ենք գործադրում։ Ես թերևս չեմ կարող անմասն մնալ այս չափազանց կարևոր խոսակցությունից, իդեպ այս հարցը եւ այս թեման շատ սերտորեն կապված է եւ ես կասեի մաս է նախորդ հարցի։ Սա հենց այն դեպքերից է, երբ մենք երկու երկրներս ունենալով բազմաթիվ հարցերում փոխըմբռնում եւ միասնական ընկալում եւ մեկնաբանություն, միաժամանակ ունենք նաեւ հարցեր, որտեղ տարբեր են իրադարձությունների մեկնաբանությունները եւ սա հենց այդպիսի հարց է եւ հենց ջերմուկի ուղղությամբ հարձակումը հենց այդպիսի հարց է եւ անկյունակարային է եղել այդ իրադարձությունը նաեւ հետագա զարգացումների եւ դիրքորոշումների համար այդ թվում եւ ՀԱՊԿ անդամակցության սառեցման համատեքստում հետեւաբար ես էլ կուզեի կրկին առիթից օգտվել եւ ներկայացնել Հայաստանի ընկալումները եւ Հայաստանի դիրքորոշումը ես շատ լավ հիշում եմ իրադարձությունները, ես ինքս անձամբ մաս եմ եղել այդ իրադարձությունների։ Մենք հիշում ենք, երբ օգոստոսին 2022 թվականի ռուսական կողմը միջնորդական առաջարկություն ներկայացրեց Հայաստանին եւ Ադրբեջանին, հերթական անգամ վստահաբար բարի մտադրություններից ելնելով հայաստանյան կողմը իր համաձայնությունը հայտնեց այդ առաջարկություններին, ադրբեջանական կողմը չտվեց դրական դիրքորոշում, սա օգոստոս ամիսն էր, օգոստոսի արդեն վերջ, երբ մենք հասկացանք, որ չկա միասնական դիրքորոշում դրական, եւ ապա սեպտեմբերին արդեն առաջի կեսին մենք տեսանք ադրբեջանական զինված ուժերի հարձակումը ջերմուկի ուղղությամբ եւ Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության խախտումը, Հայաստանի Հանրապետության միջազգայինորեն ճանաչված սահմանների խախտումը, իհարկե մենք այս մասին տեղյակ պահեցինք մեր դաշնակիցներին եւ Ռուսաստանի դաշնությանը, ուղիղ որպես երկկողմ դաշնակից եւ նաեւ ՀԱՊԿ-ի շրջանակներում մեր ռազմական դաշնակիցներին գործողությունները, որոնք դրանք հետևեցին, ինչպես արդեն առիթ ունեցել եմ ասելու, գոհացուցիչ չէին Հայաստանի Հանրապետության համար եւ արդեն հաջորդ ամիս հոկտեմբերին տեղի ունեցավ քառակողմ հանդիպում Պրահայում, որտեղ կողմերը վերահաստատեցին դեռևս 91 թվականի դեկտեմբերից գործող ընդհանուր ընկալումը, ստորագրված ընկալումը այն մասին, որ Հայաստանը եւ Ադրբեջանը ճանաչում են իրենց տարածքային ամբողջականությունը Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա։ Ես ուզում եմ կրկին հիշեցնել, Ալմա-Աթայի հռչակագրին միանալով երկրները, մասնավորապես Հայաստանը եւ Ադրբեջանը, ճանաչել են, որ ճանաչում են միմյանց սահմաններ եւ տարածքային ամբողջականությունը խորհրդային միության փլուզման պահին գործող սահմանների շրջանակներում։ Ինչ վերաբերում է այս հարցում Լեռնային Ղարաբաղի խնդրին, ապա Հայաստանի Հանրապետության դիրքորոշումը տարիներ շարունակ եղել է չկիսված որևէ միջազգային գործընկերոջ կողմից, այդ թվում նաև հարկ եմ համարում այս պահին հիշեցնել, որ Ռուսաստանի Դաշնությունը բարձրագույն մակարդակով ընդգծել է Լեռնային Ղարաբաղի պատկանելությունը Ադրբեջանին, Հայաստանի Հանրապետությունը չի վիճարկում այս մոտեցումը, Հայաստանի Հանրապետությունը կրկին ուզում եմ առիթից օգտվել եւ ասել, որ ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը Ալմաթայի հռչակագրի վրա, հիման վրա եւ բնականաբար ակնկալում է եւ ստացել է հավաստիացում Ադրբեջանի կողմից Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության ճանաչման վերաբերյալ կրկին Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա։ Շնորհակալ եմ։ Փորձենք